Տիկին Ստեփանյան, Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Ենթադրում եմ նկատի ունի այդ Արթուր Ավանեսյանին, այսպես ասած Կանդազին, այսինքն ինչ է նշանակում, եթե նա հայրենասեր է եղել կամ չգիտեմ հայտնի հետախույզ է եղել, ինչպես իրենք են ասում, կարելի է հետո գալ խաղաղ պայմաններում հանցանք գործել։ Մենք այդպիսի նախադեպեր ունեցել ենք, որոնք իրապես գեներալներ են եղել, մարտական ուղի անցած մարդիկ, սակայն կոնկրետ հանցագործությունների մեջ են մեղադրվել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, այստեղ երկու ասպեկտով կարելի է հարցին մոտենալ։ Առաջինը, մինչև հիմա մարդկանց մեջ եւ մասնավորապես ձեր կողմից նշված քաղաքական ուժին եւ նրանց արժեքային համակարգով հարող ուժերի մեջ, օրինակ ընտրակաշառքը չի դիտարկվում որպես հանցագործություն։ Բայց ես ուզում եմ ասել, որ ընտրակաշառքը կոնկրետ քրեականացված պատիժ է եւ դա մոտավորապես այնպիսի հանցագործություն են, ինչպիսին են օրինակ սպանությունը, գողությունը, խուլիգանությունը եւ այլն։ Այս տեսանկյունից կարծում եմ սա պետք է հստակ լինի։ Երկրորդ ասպեկտը, որին միջոցով պետք է նայել այս խնդրին, դա այն է, երբ որ սոցիալական որևէ շերտին պատկանող ինչ որ անձանց միջոցով են փորձում իրենց կեղտոտ քաղաքական շահերը առաջ տանել, դրա համար ցավալիորեն թիրախավորում են օրինակ նորածին մորը, թիրախավորում են օրինակ զավակ կորցրած ծնողին, թիրախավորում են օրինակ ձեր կողմից նշված հայրենասեր կամ ազգի հերոս մարդկանց եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ սա առաջին հերթին պետք է իմ կողմից նշված մարդկանց համար նկատելի լինի եւ օրինակ նրանք հրաժարվեն որևէ մեկի քաղաքական խարդավանքների պատճառով ներառվել այս հանցագործության մեջ։ Բայց եկեք հետ գնանք ոչ վաղանցյալից եւ գանք։ Ես այս մասին նույնիսկ գրառում եմ արել Facebook-յան էջում։ Տարիներ առաջ համարելով մեր ժողովրդավարությունը թուլություն, օրինակ փորձ արվեց առևանգել վարչապետի որդուն։ Եվ հստակ հանցագործություն է։ Եվ երբ որ սկսվեց որոշակի իրավական գործընթաց, ասում էին ոնց չեք ամաչում, ծնողի մայր է, ինչպես կարելի է հերոսի զոհվածի հերոսի մորը թիրախավորել։ Հետո օրինակ ցեղասպանության թանգարան ինստիտուտում հարձակվեցին վարչապետի կնոջ եւ նրա 8-ամյա դստեր վրա։ Հետո երբ որ խոսվում էին, ասում էին ինչպես չեք ամաչում, հայ մարդիկ են, ինչպես կարելի օրինակ թիրախավորել։ Բոլորովին վերջերս մեկ ականատես եղանք, որ նորածին մայրը, ով բազմազավակ մայր էր նաև ներկայացվում, դարձյալ խառնված էր այս ընտրակաշառքի թեմաների մեջ եւ երբ որ հայտնի դարձավ այս իրողությունը եւ սկսեցին իրավական գործընթացներ, ասում էին ոչ չեք համաչում, հայ մարդ է, հայ մայր է, բազմազավակ մայր է։ Նախ դա իրավունքի տեսանկյունից, եթե կա խնդիրը ավելի թեթև նայելու որևէ վարկած, սա այսպես թե այնպես արվում է, բայց կոնկրետ ստատուսով պայմանավորված ինչ որ բան չի հերրու պահում մարդուն իր կողմից արած հանցանքի համար քրեորեն պատժելու հետևանք։ Հետևաբար ես խնդրում եմ, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր շատ կարևորում են իրենց հետագիծը, նրանք լավ մայրեր են, լավ մանկավարժներ են, կամ իրենց ստատուսը տվյալ պարագայում, պարզապես հեռու մնան, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու կամ իրենց դրսևորելու բազմաթիվ տարբերակներ կան, ուղղակի պետք է խնդրել այս մարդկանց առաջինը իրենք հարգեն իրենց եւ չխառնվեն այս հարցերին։ Իսկ թե ձեր կողմից նշված մարդու վերաբերյալ ինչ կարծիքներ կան կապված նրա ճակերտների մեջ հերոսության մասին, այսօր առավոտյան աշխատանքի գալիս ես լսեցի մի քանի արցախցիների հարցազրույց, ովքեր խոսում էին այս Կանդազի մասին եւ ես ձեզ վստահեցնում եմ բավականին հետաքրքիր բաներ էին պատմում լեգենդար հետախույզի, ոչ այնքան լեգենդար անցած ուղու մասին։ Հետեւաբար կխնդրեմ մի քիչ ավելի մեղմ եւ ավելի չափավոր լինել հերոս անունը այս կամ այն մարդուն շռայլելու համար, որտեղ մենք սրանով իսկապես կարող ենք վիրավորել մեր հերոսներին։ Սամվել Կարապետյանը մի հայտարարություն է արել, ասել է, որ այս իշխանությունները կարողանում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10,000 դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր խոսույթը։ Այս պահվածքը, այս հայտարարությունը առհասարակ չի թիրախավորում աղքատ մարդկանց եւ առհասարակ բոլորս հիշում ենք տարիներ ի վեր ինչ են իրենք արել ընտրությունների նախաշեմին, իսկ սա վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք հնարավոր է եւ իշխանություններին օրինակ չընտրեն։ Սամվել Կարապետյանին հրաշալի պատասխանում է ժողովրդական իմաստությունը մեր, թևավոր դարձած խոսք, որը ես շատ եմ սիրում, ասում է աղքատը մի կտոր չոր հացի է կարոտ, հարուստը ամեն ինչի։ Այսինքն այս տեսանկյունից հասարակությունը տարբեր շերտերի բաժանելը հատկապես մեր նման ժողովրդավար երկրներում հումանիզմի տեսանկյունից, օրենսդրական միջավայրի տեսանկյունից խիստ պարսավելի է եւ լինելով այդպես բարեգործ, որպես բարեգործ ներկայանալով ինչ որ մարդկանց տելևիզոր, էպիլյատոր,
կամ 200,000 դրամ ընտրակաշանք բաժանելով, ինչ է նրանք ինչ-որ սոցիալական խնդիր են փորձում լուծել, թե ոչ, եւ երկրորդ, ցավոք, աշխարհի բոլոր երկրներում, տարբեր երկրներում, անգամ խիստ զարգացած եվրոպական երկրներում, որոնց մենք փորձում ենք մոտենալ ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաեւ տարբեր արժեքներով եւ վերաբերելի հարցերով, ուզում եմ ասել, որ միշտ չէ, որ մարդիկ կարողանում են զբաղվածություն ունենալ կապված իրենց կրթության, կրթական ցենզի հետ, տարիքային ցենզի հետ, գուցե հատուկ կարիքի հետ, եւ աշխարհի բոլոր երկրներում ցավոք կան սոցիալապես խոցելի շերտեր, բայց դրա համար կա պետություն, որը նյութական ծրագրերի, աջակցության ծրագրերի, զբաղվածության ծրագրերի միջոցով փորձում է այս խնդիրը լուծել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ունենալով բազմաթիվ դժվարություններ եւ ընդամենը 2 տարի շնչելու ժամանակ, խոսքը 23, 24 եւ 25 թվականների մասին է, կարողացել է այնքան զարգացնել եւ այնքան մեծացնել պետական բյուջեն, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 18.5 դրամ բարձրացնելու փոխարեն թոշակը կամ Սերժ Սարգսյանի օրոք ընդամենը, չգիտեմ, 800 կամ 500 դրամ բարձրացնելու փոխարեն կարողացել է բարձրացնել ուղիղ իմաստով 10,000, իսկ հետվճարի օրինակով նաև մինչև 20,000 դրամ։ Մեր պետությունը սա է, մենք այսքան ենք կարողանում բարձրացնել կենսաթոշակները, դրան գումարած մենք նաև բազմաթիվ ծառայություններ ոչ միայն անվճար ենք դարձրել մեր քաղաքացիների համար, այլ նաև ծառայությունները բերել ենք մեր քաղաքացիների դուրն ենք հասցրել, թող իրենք հանդես գան իրենց սոցիալական ծրագրերով եւ եթե համոզիչ եւ վստահելի կլինեն իրենց քաղաքական ծրագիրը, մասնավորապես սոցիալական ոլորտով, թող քաղաքացիները իրենց ընտրեն, տեսենք իրենք ինչքանով են կարողանում բարձրացնել թոշակը։ Պարզապես իր եղբոր կառավարությունը թոշակները բարձրացրել է ընդամենը 2 անգամ, իսկ իր հոգեհարազատ քաղաքական ուժի ներկայացուցիչը խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, այսպես չգիտեմ 100 դրամով, 50 դրամով, նույնիսկ 18 դրամով է թոշակը ավելացրել, բայց մոռանում են նշել, որ օրինակ 10 տարի ժամկետով նրանք 10 ամիս ժամկետով նրանք այդ նույն թոշակը չէին տալի քաղաքացիներին։ Բազմաթիվ էին գործադուլները, բազմաթիվ էին հացադուլները, բազմաթիվ էին բոյկոտները, երբ մարդիկ աշխատում էին քրտնաջան եւ իրենց աշխատավարձը ամսական տրամադրով չէին ստանում, իսկ երբ ստանում էին, դա մի մեծ իրադարձություն էր, ընտանեկան իրադարձություն էր, որ 10 ամիսը մեկ, 11 ամիսը մեկ մարդիկ ստանում էին իրենց 3000 դրամ թոշակը կամ 25000 դրամ աշխատավարձը։ Այստեղ իհարկե հաշվի առնելով թե ինչ որակի մարդկանց եւ ինչ որակի իշխանությունների մասին ենք խոսում, կարող էին ասել դե պատերազմական երկիր էր Հայաստանը, պատերազմը նոր էր ավարտել, դե բնականաբար սոցիալական խնդիրները շատ էին, պետական բյուջեն այսպես, այնպես այստեղ էլ մի ուրիշ հարց է առաջանում, բա որ պատերազմական երկիր էր, սոցիալական իրավիճակը լավ չէր եւ չէին կարողանում քաղաքացիների սոցիալական խնդիրը ճիշտ եւ ուղղորդված հասցեագրված լուծել։ Այդ դեպքում ինչպես Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանի եղբայրը եւ ելի մի շարք մարդիկ դարձան դոլարային միլիոնատեր այդ աղքատ ու սոցիալական լիքը խնդիրներով լեցուն երկրում։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը 5 հարց է ուղղել Սամվել Կարապետյանին եւ այդ հարցու պատասխանի ժամանակ Կարապետյանն խոսել է Սյունիքը կորցնելու մասին։ Սա այն թեզն է, որը տարբեր ընդդիմադիր ուժեր քննարկում էին անդադ, բայց հերկված թեզ է, հա, եւ այլևս արդեն անհետաքրքիր թեզ կարելի ասել։ Ինչու են նրանք հիմա նորից կրկնում դա։ Տեսեք, նրանք խաղում են քաղաքացիների բաց նյարդի վրա։ Դուք շատ հետաքրքիր բան ասացիք ձեր հարցում, ասիք Ալիկ Ալեքսանյան հարց է ուղղել Սամվել Կարապետյանին, պետք է ճշտել Սամվել Կարապետյանին, թե արհեստական բանականությանը, եթե ես չեմ հետևել, բայց եթե ասեիք Սամվել Կարապետյանը ինչ է պատասխանել, գուցե հասկանայինք, որ Սամվել Կարապետյանի մասին է, արհեստական բանականությամբ գեներացված, թե այն Սամվել Կարապետյանի մասին է, ով մեծ կարողանում է խոսել իր այսպես ասած նստավայրից կամ իր աշխատասենյակից։ Սյունիքը դարձել է մեր քաղաքական ընդդիմադիր գործիչների համար այսպես մի պահեստային տարբերակ, որ երբ ավարտվում են բոլոր քաղաքական փաստարկները, ավարտվում են բոլոր մեղադրանքները եւ քննադատությունները, որոնք ոչ մի րոպե չեն կարողանում դիմանալ մեր կողմից արված պատասխաններին, ապա նրանք անմիջապես գնում են Սյունիք։ Այդ ինչից են ենթադրել, որ Սյունիքը կարող են կորցնել, կարող է իրենք են մի բան պայմանավորվել։ Սյունիքը մենք չենք կորցնում, մենք Սյունիքը հզորացնում ենք։ Ես շատ ուղիղ կապ ունեմ Սյունիքի մարզի հետ, ես շատ տարվա մեջ բազմաթիվ անգամներ գնում եմ Սյունիք եւ գալիս եմ ու վստահեցնում եմ Սյունիքի մարզը լինելով մեր ամենահեռավոր մարզը, շատ եւ պաշտպանված է եւ սոցիալապես ավելի առաջատար է եւ մարդկանց տրամադրությունները շատ ավելի բարձր են, քան օրինակ Երևան քաղաքում, որտեղ այնտեղ մարդիկ զբաղված են իրենց ուղիղ աշխատանքով եւ ամենակարևորը Սյունիքում մարդիկ վստահում են այսօրվա կառավարությանը, որովհետեւ
մինչ մեզ նախորդ բոլոր կառավարությունները միայն հաշվի առնելով նաև այնտեղ այդ շատ կարևոր արդյունաբերական գործարանները, շատ կարևոր ռեսուրս ունեցող մեր հանքարդյունաբերական եւ այլ կազմակերպություններ միայն գնացել են եւ որոշակի շահույթ են այնտեղ տեսել ու բոլորը պատմում են այնտեղ թե Վահե Հակոբյանի, որը իդեպ Հայաստանի Հանրապետությունից փախած է, բայց Սյունիքը իր մարզն է եւ որի կինը, չգիտեմ, ամենօրյա ռեժիմով ինչ որ ռիլեն է անում, պարապությունը լցնելու երևի համարյա անում ինչ խոսք, եւ մենք միակ կառավարություն ենք եւ միակ իշխանություն ենք, որ խոսքերից զատ նաեւ հսկայական աշխատանքներ ենք իրականացնել Սյունիքում։ Սյունիքի համար բոլորը տանջվում են, տառապում են, որովհետև այն բազմաթիվ զրոներով թիվը, որ հիմա գալիս եւ մտնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ որից ձևավորվում են մեր շատ ծրագրեր եւ ֆինանսավորվում են մեր շատ ծառայություններ, իրականում գնացել եւ մտել է մի քանի հոգու գրպանը։ Այդ տառապանքը, ցավը այս մարդկանց դրանում է կանում։ Սյունիքը մենք չենք կորցնելու, Սյունիքը մեզ համար խիստ կարևոր է։ Սյունիքով անցնելու է մեր ապագա ամենակարևոր ծրագիրը, խոսքը թրիփի մասին է եւ Սյունիքը գնալով զարգանալու է ու դառնալու է մեր կարևոր ստրատեգիական կենտրոններից մեկը։ Սյունիքի մասին իրենց կանխատեսումները թող դնեն մի կողմ եւ եթե այլ քաղաքական փաստարկներ ունեն, այլ բան ունեն ասելու, թող ասեն։ Այս հարց ու պատասխանի ժամանակ նա նաև խոսել է Քոչարյանի եւ Ծառուկյանի հետ համագործակցության մասին, թեև եղբոր որդին անընդհատ կրկնում էր, որ նախկինների հետ կապ չեն ունենալու, սակայն ըստ էության Սամվել Կարապետյանը բացահայտ ասաց, որ նրանց հետ համագործակցություն լինելու է, ու թեև վարչապետը, ինչպես նշում է, պատերազմի եռագլուխ կուսակցության տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, բայց Կարապետյանը վստահ է, որ իրենք հաղթելու է եւ մյուս երկուսը հնարավորություն կունենան պաշտպանելու իրենց կուսակցության տեխնացուին։ Ինչ կասեք։ Ասում է երազելը վնասակար չէ, վնասակարը չէ երազելը։ Այս մարդիկ չեն կողմնորոշում, ի վերջո իրենք ինչ են ուզում։ Նարեկ Կարապետյանը ասում է, որ մենք ասել ենք նախնական փուլում չենք համագործակցելու, հետո համագործակցելու ենք։ Այդ նույն թիմից ինչ որ մարդիկ ասում են, չէ, չենք համագործակցելու։ Մյուսները, օրինակ Սերժ Սարգսյանը բավականին կոպիտ եւ բավականին այսպես ակնարկով է խոսում իրենց մասին։ Ռոբերտ Քոչարյանը դեռևս պահում է քաղաքական սոլիդարությունը, որովհետեւ այս ամբողջ ծրագրի հիմնական շահառուն ինքն է, ու լավ կլինի մի օր իրենք այդպես ուղակի երեքով հանդես գան եւ հասկանանք թե Գագիկ Ծառուկյանի վարչապետի տեխնացունով է, որտեղ Գագիկ Ծառուկյանը խոսում է իր 3, 4, 5, 6, 17 վարչապետի տեխնացուների մասին, բայց կարծում եմ, որ բավե մոլորեցնեն եւ շփոթեցնեն հենց իրենց ընտրողին, այնուհետև մեր ժողովրդին, որովհետև ամեն ինչ մեր սահմանադրությունը շատ պարզ եւ հստակ ասում է, որ պատերազմի եռագլուխ ուժը, որին աջակցություն է տրամադրում նաև 4-րդ գլուխը, որ այս պահին որոշել է այդքան մի քիչ երևալ, խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, բայց չգիտեմ, գուցե վախենում է Ռոբերտ Քոչարյանի զայրույթից, անզուսպ զայրույթից Սերժ Սարգսյանը, հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո շատ հստակ է, որ այս 3 ուժերի միակ վարչապետի տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի տեխնատու, ինքը չի ցանկանում դառնալ վարչապետ եւ ինձ թվում է նա ամեն ինչ անում է, որպեսզի իր քաղաքական ուժը այդպես էլ չհաղթահարի շեմը։ Ես չգիտեմ, արդեն երկրորդ անգամ է Գագիկ Ծառուկյանին ինչն է ստիպում կամ ով է ստիպում խառնվել քաղաքական process-ներին, բայց ամեն ինչ անել, որ չընտրվել։ Սամվել Կարապետյանին մեր սահմանադրությունը արգելում է ընդհանրապես նույնիսկ դպրոցում ուսուցիչ աշխատել, որովհետև մենք այնտեղ հստակ ունենք կարգավորումներ, այստեղ մնում է Ռոբերտ Քոչարյանը, իսկ իրենք շատ գեղեցիկ պասերով խաղում են եւ բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են, մոտավորապես ճանաչում են այս մարդկանց քաղաքական ոճը, ապա մեր համար հստակ է, որ այս ամբողջ ծրագրի հիմնական շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն երազանքը դա Հայաստանը միութենական պետություն մտցնելն է։ Եվ խոսեցինք Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, նա զղջացել է իր իրավահաջորդի ընտրության հարցում, Սերժ Սարգսյանն էլ արձագանքելով ասել էր, որ դա իր համար նորություն չէ, 2 տասնամյակ առնվազն ինքը լսում է դրա մասին։ Իսկապես նրանք ունեն հակասություններ, թե նախընտրական գործընթացների հերթական այսպես ձևն է։ Ես կարծում եմ իսկապես ունեն եւ գիտեք դեժավյու ապրեցի ես երբ որ լսում էի թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի այս հերակա բանավեճը, հերակա հակամարտությունը եւ այսպես ասեմ Ռոբերտ Քոչարյանը փորձեց մարտի 1-ով
ավելի կառավարելի պահել Սերժ Սարգսյանին, որովհետեւ Սերժ Սարգսյանը հնարավորինս իրենից կախված լինի, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին այդպես էլ չներեց Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի համար եւ մարտի 1-ը ցավալիորեն ոչ միայն կապում է այս երկու տխրահռչակ ղեկավարներին, այլև շատ ծանր եւ բավականին աղետալի հետևանքների ունեցել Հայաստանի Հանրապետության համար այս խոսակցությունների ֆոնին հատկապես այդ իրավահաջորդի եւ այլն մենք երկու շատ կարեւոր դիտարկում եւ երկու շատ կարեւոր հետեւություններ կարող ենք անել առաջինը այն է որ փաստորեն որ մենք այդքան ասում ենք նախորդ իշխանությունների ժամանակ ընտրությունները կեղծվել են որ իշխանությունները ոչ լեգիտիմ են եղել որ իշխանությունները ձևավորվել են բոլորովին այլ վարվում եւ պարտադրվել են հայ ժողովրդին այս 1-2 փաստորեն խոսակցություններում པարզ է դառնում այսինքն Ռոբերտ Քոչարյանը ինչ որ կենտրոնի ցանկությամբ եւ օգնությամբ Սերժ Սարգսյանին դարձրել է իշխանություն, դարձրել է նախագահ եւ ստիպել է հայ ժողովրդին ենթարկվել այս մարդու կամքին, իսկ 2018 թվականի հեղափոխությունը, երբ ժողովուրդը այսպես սատարում էր, աջակցում էր եւ փողոցները լեփլեցուն էին մեր հայրենակիցներով, կարծում եմ բոլորս հիշում ենք Սերժ Սարգսյանի այսպես սպառնալիքը, հա, ամբողջ ժողովրդին եւ մեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ, թե ձեզ մարտի 1-ը դաշ չի եղել, այսինքն ոնց կարող են այս մարդիկ այսօր հանդես կան իբր թե իրենց զանգակատներից այդպես մաքուր, ամբից, փաստորեն նրանց ամբողջ գործունեությունը, ամբողջ աշխատանքները միտված են եղել Հայաստանի զարգացմանը կամ ելել են Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահից։ Ես ուզում եմ մենք այդքան էլ էլի հերրու անցյալում տեղի չեն ունեցել այս դեպքերը, որ ասենք դե վաղ էր, չգիտեմ, Քրիստոսից առաջ 8-րդ հազարամյակում էր եւ գուցե պատմիչները սխալ են մեզ փոխանցել այս տեղեկությունները։ Մեր քթի տակ կարելի ասել դեռ 3 են այս իրադարձությունները տեղի ունեցել։ Հետևաբար այս բոլոր ափսոսանքները, զղջումները, այս բոլոր հետահայաց գնահատականները, որ կան, ենթադրում եմ պիտի մնան իրենց մեջ եւ սա որևէ կերպ չպետք է ազդի մեր քաղաքացիների վրա։ Այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիներին սպառնում են եւ վախեցնում են մարտի 1-ով եւ հոկտեմբերի 27-ով, նախ դա մեր սխալն է եւ մեր իրավապահ համակարգի ոչ այնքան արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ այս մարդիկ ճաղերի ետևում հայտնվելու փոխարեն դեռևս կարողանում են հանդուգն խոսել մեր հետ կամ բանը քաղաքացիների հետ կամ մի հատ էլ քաղաքական հայտ են ներկայացնում իշխանություն վերցնելու համար դրա փոխարեն մի հատ էլ այսպես նորից են սպառնում հայ ժողովրդին թե հեսա գալու են, կես են կանելու են։ Ես կարծում եմ, որ իրենց էջը տխրահռչակ էջը վերջնականապես հունիսի 7-ին կփակվի եւ ամեն մեկը կստանա այն արժանի գնահատականը, որին որ ինքը իր գործունեության արդյունքում իսկապես համապատասխան է։ Իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այս գուցե թվացial, գուցե ոչ այնքան թվացial քաղաքական կսմիթները եւ քաղաքական վիրավորանքները ես վստահ եմ առաջիկայում բոլորովին այլ դրսևորումներ են ստանում, որովհետեւ նրանք միայն իշխանությունը չէ, որ չկիսեցին։ Նրանց շատ ավելի շատ բան է միավորում, նրանք ավելի շատ բան ունեն միասին պատասխան տալու եւ հետեւաբար սա նաեւ պատասխանատվությունից ինչ որտեղ խուսափելու եւ մյուսի վրա ամբողջ պատասխանատվությունը գցելու մարտավարություն է, հարաբերություն է, որը մեծ առումով մեզ այդքան էլ պիտի որ չհետաքրքրի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար